Հայաստանի նոր անկախ պատմության մեջ էկոակտիվիստական ամենամեծ շարժումը տեղի ունեցավ ի պաշտպանություն Թեղուտի։ Բազմաթիվ բնապահպաններ ու ակտիվիստներ պայքար սկսեցին նոր անկախ Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ծրագրի Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրի կառուցման դեմ։ Հանքարդյունաբերական խոշոր ծրագիրը ենթադրում էր անտառահատում 357 հեկտար տարածքում։ Անտառային հողերից բացի հանքարդյունաբերական ծրագրի տակ էր մնում նաև Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը։ Թեղուտ ընկերությունը գյուղացիներին 1 քառակուսի մետր հողատարածքի համար առաջարկում էր 36 դրամ։ Այդ պայմաններին ոչ բոլորը համաձայնեցին, իսկ ովքեր չհամաձայնեցին, նրանց համար գործեց հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը եւ հանրային գերակաշահ ճանաչվելու հիմքով նրանց հողերը եւս վերցվեցին։ Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը հրաժարվեց իր հողերը վաճառել։ Այն ընկերությանն անցավ հանրային գերակաշահ ճանաչվելու հիմքով, ինչը մինչ օրս Լևոն Ալիխանյանը վիճարկում է հայաստանյան ու միջազգային դատարաններում։ Ասում է, այդ ժամանակ գյուղացիները հողերը չտալու այլ ընտրանք չունեին, ծրագիրը հովանավորվում էր իշխանությունների կողմից։ Բացի այդ, գյուղացիներին լավ կյանքի, բարձր աշխատավարձերով աշխատանքի խոստումներ էին տրվել։ 40 տարի դուք բան չեք անելու, ենել ասեն վերտալյոտով որ Թեղուտի վրով նասնեք լրիվ կրիշ եք կարմիր նույն ձևի, ինչ եք խոսում։ Կոմունիզմը գալու է ձեզ հանդիպի։ Ինչ գործ ունեք բնական ասում պահեք բանանեք այգի։ Եկեք փոք աշխատի բանկանեք տալիքի։ Այդ ժամանակ ասեմ, որ այսքան ինֆորմացիա չունեին, ոնց կարելի էր ինչ-որ նաև չհամատալ։ Դե ճիշտ խոսա, ոնց ի վերջո հայ մարդը սմալտեսին ցավեց, մտածում էր ենք։ Տալիքի երեխեքն ինչի գտան Ռուսաստանից դեպի շուտել կա։ Կամ ինչքան Ռուսաստանից մարդիկ կան անտերելի են։ Ծախու բնապահպաններ, գրանտակերներ հերու Թեղուտից եւ նմանաբովանդակ պաստառներով դիմավորեցին Թեղուտ եկած էկոակտիվիստներին բնապահպանական ամենամեծ արշավի ժամանակ 2012 թվականին։ Հիշում է Փրկենք Թեղուտը շարժման մասնակից Աննա Շահնազարյանը։ Ասում է, բնապահպաններին պիտակավորելը, վարկաբեկելը դիմադրությունը կոտրելու ամենատարածված պրակտիկան է, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Թեղուտի դեպքում այս գործում ներգրավված են նաև իշխանության հետ փոխկապակցված երիտասարդական ուսանողական տարբեր խմբեր։ Պաստառներ էին տվել տեղացի մի քանի մարդկանց ձեռքը, բոլորի վրա նույն գրանտակեր բառներ, հերու Թեղուտից գրանտակերներ, կային որոշ պաստառներ, որ ասում են գնացեք Թուրքիա, այդ նույն բանը կրկնվել է նաև Ամուրսարի դեպքում, ուզում ասել ոչ մի օրիգինալություն չկա, նույն բառապաշարը, նույն խոսիքները, բայց այն որ ոնց որ sense հստակ երևում էր, որ բոլորին ինչ որ մի ձեռագրով տրված նյութեր են տվել, բաժանել են, ասել են կգնաք կպահեք, դա իմ մեջ տպավորվել է, դա այդ մեծ արշավի ժամանակ էր, երբ որ մի քանի 100 հոգի Երևանից եւ տարբեր մարզերից, նաեւ ամենամեծը իհարկե այնտեղ Վանաձորից միացած խումբներ գնացին Թեղուտ եւ այդ ժամանակ եմ հիշում այդ պաստառները։ Հիմնականում օրինակ երիտ թևերը ՀՀԿ-ի, բազե, բան, այդ բոլոր միջոցառումները կազմակերպող ուսանողական շրջաններ, ուսանողական խմբերը եւ նաեւ իրենք օրինակ ոչ միայն ուղղակիորեն էին աջակցում, օրինակ գալիս էին այդ կեղծ ծառատունկին, որը իբրև թե հատված անտառների փոխարեն նոր կրկնակի չափով անտառներ պիտի լինեին, բայց դա իրականում այդպես չէր, ոչ միայն այդքան տարածք չէին վերցրել, այլև եղած տնկածնել իրականում կյանքը ցույց տվեց ոչ մի բան չդառան, ոչ միայն ծառեր չդառան, այլ նաև անտառ իհարկե չդարձավ։ Իրենք գալիս էին ծառատունկերի, բայց իրենք մեդիայի դեմքերն էին դառնում, այդ երիտասարդական ուսանողական դեմքերը, հա։ Ես շատ լավ եմ հիշում նրանց, հիմնականում այն մոբիլիզացված մասան էր, որը անընդհատ լծված էր, ասենք օրինակ հասարակական կազմակերպություններին վարկաբեկելուն, այսինքն բնապահպանների կողքին նաև բոլոր հասարակական կազմակերպություններն էին իրենք տեղավորում դրա մեջ, անընդհատ ազգադավ, ազգային, այդպիսի բառապաշարով էին բնորոշում
ակտիվիստներին ընդհանուր առմամբ ամբողջ շարժումը ՀԿ-ներով ներառյալ եւ սոցիալական մեդիայում էին շատ ակտիվ։ Հիմնական իրանց վարկաբեկելու մեթոդը դա բնապահպաններին գրանտակերներ, օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններից վարձված եւ նրանց ինչ-որ համար ինչ-որ բաներ անողներ պիտակավորելն էր։ Իհարկե դրան գումարած մի քիչ ավելի իրենք զգուշավոր էին լինում ուղիղ պիտակելու հարցում, երբ որ օրինակ սկսում էին ասել, որ դուք Հայաստանի ազգային շահին չեք ուրեմն սպասարկում, այլ իրականում օրինակ Թուրքիային եք սպասարկում, բայց դրանք մի քիչ ավելի անուղղակի էին ասվում, նման արտահայտությունները հիմնականում կազմակերպում էին ավելի ընկերությունների աշխատողների բերանից, որ հնչեին։ Դրանք ամենատարածվածներն էին։ Նաև իհարկե շատ տարածում են ֆինանսական աղբյուրներ ունենալու հանգամանքը, օրինակ շատ էին ասում, որ այսինչ բնապահպանը Թումանյան Երևանում Թումանյան փողոցի վրա տուն նվեր ստացավ ցույցի գնալու համար օրական չգիտեմ ինչքան հազար դրամ փողաստանում, ինչքան են, չէ, նման բաներ տարածել, որոնցից ոչ մեկը ընդհանրապես կապ չուներ իրականության հետ, այդ մարդիկ մինչև հիմա սպասում են իրաց փողերին ու իրենց նվեր ստացած տների, որոնք այդքան էլ գոյություն չունեն, բայց որոշ շրջանակներում աշխատում են նման նարատիվները։ Բնապահպաններին վարկաբեկելուց բացի շրջանառվում էր նաև տնտեսական զարգացման վերաբերյալ խոսույթը։ Հիմնականում հանքարդյունաբերական ծրագրերը հեռավոր շրջաններում են նախաձեռնվում, որտեղ արդեն պետությունը ձախողել է տնտեսական զարգացման, սոցիալական արդարություն ապահովելու բոլոր ծրագրեր եւ աղքատությունը շատ մեծ է։ Եվ այդ ժամանակ փոխանակ օրինակ տեղի բնակչությունը մատը ոնց որ դնի պետության վրա, այսինքն պատասխանատուին եւ հասցեատիրոջը ուղղի այդ խոսքերը, որ նա աղքատության մեջ ենք մենք ապրում, որ մեր կյանքը պետքա բարելավվի եւ այլն։ Այդ ժամանակ կազմակերպում էին, որ այս բնակիչները էլի բնապահպաններին ասեն դուք ուզում եք, որ մենք սոված ապրենք եւ անընդհատ նաեւ այդ դրամա էր դառնում, որովհետև այնց դրամատիկ արտահայտություններ էին անում մարդիկ, երբ որ օրինակ մեծ խմբերով բնապահպանները թեղուտ շնող էին գնացել եւ դա մի անգամ չի եղել, բայց հատկապես այդ մեծ մի արշավ եղավ եւ այդ ժամանակ օրինակ հանդիպում էր տեղի ունենում, բնականաբար տեղացիներ էին մասնակցում, տեղացիներ, որոնք դեմ էին հանքի շահագործմանը, բայց նաև տեղացիներ, որոնց խոստացվել էին աշխատատեղեր եւ իրենք հավատում էին այդ 1000-ից ավել աշխատատեղերին, այդ միլիոնների իրենց ոնց որ ընտանիքներ, միլիոնավոր գումարներ գալուն, բարեկեցության բարելավման, իրենք հավատում էին։ Եվ այդ ժամանակ այդպիսի բաներ էին, պատմություններ էին պատմում, որի մեսինչը Ռուսաստանա գնացել, այն ինչը գնացել է, մեր ընտանիքները գաղթում են, դուք չեք ուզում, որ մենք ապրենք այս երկրում, եւ դուք չեք ուզում, որ մենք սոված չլինենք։ Օրինակ այն ժամանակ խոսք էին տալիս, որ Թեղուտը դառնալ է Թեղուտ City։ Այն ժամանակ Երևան City-ն չգիտեմ կարթե չէ, բայց խոսք էին տալիս, որ այնպիսի ծաղկում է ունենալու այդ գյուղը, որ այնտեղ բոլորը ունենալու են բարձր մակարդակի քաղաքային բնակչի կյանք։ Բարձր աշխատավարձներ էին խոստանում ու չմոռանանք, որ դրանից տարիներ առաջ արդեն մարդկանց աղքատացնելու քաղաքականությունը սկսում են աշխատացնել, հա, ու ջուր չեն տալիս, որ հողերը ջրես, ճանապարհները վատն են, չես կարողանում գյուղատնտեսական ապրանքները հանել վաճառքի եւ այլն, բերում են մարդկանց մի կետի, որ իրանք հավատան, որ այս հանքը որ բացվի, գոնե ինչ-որ մի աշխատանք կունենանք։ Այսինքն առաջին նարատիվը կարելի ասել այն էր, որ հանքը նպաստելու է մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը։ Երկրորդը այն էր, որ հանքը նպաստելու է ընդհանրապես պետության բյուջեն լցվելուն, այսինքն ամբողջ Հայաստանի բնակչության կենսամակարդակն է բարձրացնելու։ Արփինե Գալխայանի խոսքով այն ժամանակ շատերը լավ չէին պատկերացնում հանքարդյունաբերական ծրագրի հետևանքները, քանի որ շատ էր խոսվում լավագույն տեխնոլոգիաներով աշխատելու, ջրի շրջանառու համակարգի եւ հատված անտառի փոխարեն կրկնակի անտառատնկում իրականացնելու վերաբերյալ խոստումներ։ Կես տոկոսի չափ ոչ մի բան այնտեղ չի վերականգնվել, ուր մնաց թե 2 անգամ ավել ու ընդհանրապես անտառը այդպես այնց չի որ ծառը տնկեցիր ու անտառը արդեն ինքն իրան դարձավ անտառ
նույնիսկ հիմա որ գիտնականները հետազոտում են կլիմայի փոփոխությունը, ասում են, որ հին անտառներն են, որոնք որ պահում են կենսոլորտը նոր տնկած անտառին, պետք են հարյուրավոր, հազարավոր տարիներ, որ իրենք սկսեն այդ ֆունկցիաները կատարել։ Հետո գետերը սկսեցին աղտոտվել, այդ մաները արդեն գետակները ընդհանրապես վերացան ամբողջովին պոճանքներ էին շատ հաճախ լցվում, լինում էր մարդիկ զանգում էին, ասում էին եկեք նկարել ենք կամ եկեք նկարեք, տեսեք, այգիս ջրում եմ, լրիվ ծառերս փչանում են, տենց բաներ եղան, հա։ Նույն խոսույթները շրջանառվում են նաև հիմա բնապահպանական այլ դիմադրությունների ժամանակ ամուլսար, գնդեվայզ եւ այլն, սակայն այն ժամանակ մարդիկ այդքան էլ իրազեկված չէին ու լավ կյանքի հեռանկարի, բարձր աշխատավարձերի, երեխաներին կրթության տալու խոստումները սոցիալական խնդիրների ֆոնին շատ գրավիչ էին հնչում, ասում է բնապահպան իրավաբան Նազելի Վարդանյանը, ով 2005-2006 թվականներից Թեղուտի պայքարի ակունքներում է եղել։ Գյուղապետարանում ամբողջ գյուղին հավաքել էինք ու ես ներկայացնում էի թե ինչ խնդիրներ են ունենալու, որ այդ ինչ որ իրանք վաստակում են, հետո իրանք առողջական խնդիրները լուծելու համար են ծախսելու ու իրանք բարեկեցությունը դրանից չավելանալու, այլ վատանալու է։ Այդ ժամանակ մի հարբած տղա փայտը դեռը հայանքով հարձակվեց իմ վրա։ Այդ տղաները ձեռքերը բռնեցին բար ուզում էին հեռացնել, ես այն ժպտալով ասեցի քո ձայնը, հա ինքը գորգռում էր թե դու որտեղից ես եկել, մեր հացին վայ ես ասում, դու ինչ գործ ունես, ուրիշ տեղից եկել ես, մեր տեղը հարցեր ես լուծում, ասի ոչինչ, քո ձայնը հետո կլսվի։ Ու իրանք տենց հանեցին այդ տարածքից, տարան, անցավ 12 տարի։ Եվ ինձ զանգատալի մի երիտասարդ, որը ասում է, որ ինքը Թեղուտից է, անունն ասում, բայց ես ոչ այդ մարդու անունն եմ հիշում, ու հիշեցնում է, որ այն տղան է, որին վրա փայտով հարձակվել է, ու ասում եմ, ինչով կարող եմ օգնել, ասում է դե աշխատանքից ինձ ազատել են, 150,000 էի ստանում, աշխատանքից ազատել են, հիմա այդ աշխատանքը չունեմ, դե տունը չունի, հողը չունի, որովհետև ջրի գնով ձեռքից առել են, պատմեց, որ ինքը լուրջ առողջական խնդիրներ ունի, քաղցկեղով հիվանդ է, երեխան նորածնվել, նույնպես քաղցկեղով հիվանդ է, ասում է գումար չունեմ բուժվելու, ու շատ ծանր վիճակում եմ, տիկին Վարդանյան մի բանով օգնեք, ասի հիշում ես, ես քեզ ինչ եմ ասի, հա, շատ ցավում եմ, որ դու այդ վիճակում ես, ասում է, հա, անընդհատ ձեր այդ խոսքերը իմ ականջում են, որ քո ձայնը հետո է լսվելու, ասի դե այսօր քո ձայնը լսվեց, բայց արդեն ես ոչինչ չեմ կարող անեմ, այն ժամանակ որ եկել ձեր կողքը կանգնել էինք, այն ժամանակ ինչ որ ձևի կարելի էր իրավիճակը փոխել, ինչ որ բան փոխել։ Բնապահպան իրավաբանի խոսքով, եթե դատական գործերով հնարավոր չի լինում ազդել գործընթացների վրա, գործի է դրվում կեղծ խոսույթների միջոցով մարդկանց ու շարժումները հեղինակազրկելու գործընթացը։ Սակայն ինչպես ցանկացած կեղծ բան, կեղծ խոսույթներն էլ ժամանակի փորձությանը չեն դիմանում եւ վաղ թե ուշ մարում են, եզրափակում է Վարդանյանը։